Բարև ձեզ Տիկին Վարդանյան, երեկ ազգային ժողովը գիտություն է ընդունել 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, նախքան այդ էլ ազգային ժողովի համատեղ մշտական հանձնաժողովների նիստերում տեղի ունենում քննարկումներ։ Ես խնդրում եմ ձեր ընդհանրական գնահատականները բյուջեի 2026 թվականի վերաբերյալ, նկատենք, որ ընդդիմադիր ձեր գործընկերների գնահատականներն ինչպես միշտ լավատեսություն չեն ներշնչում, եթե չասենք, որ չափազանց պեսիմիստական են։ Ես շնորհակալ եմ նախ այս հարցով հարցազրույց վերցնելու համար, որովհետև շատ կարևոր եմ համարում բյուջեի նախագիծը, որը քննարկվում էր արդեն բավական երկար ժամանակ է ազգային ժողովում, այո, դուք իրավացի եք, սկզբում դա քննարկվել է համատեղ նիստերում եւ հետո արդեն լիագումար նիստում է քննարկվել։ Ընդհանուր առմամբ ես կարող եմ տալ հետեւյալ գնահատականը բյուջեին, որ կարելի է ասել, որ սա աննախադեպ է այս բյուջեն այն իմաստով, որ կառավարությունը այս բյուջեն ձևավորել է նոր իրողությունների պայմաններում, այն է օգոստոսի 8-ի Վաշինգտոնում կնքված հռչակագրի ստորագրումից հետո ձևավորված բյուջե է եւ ամբողջությամբ կարելի ասել արտացոլում է մեր մտածողությունը խաղաղության նոր պայմաններում եւ հետեւաբար պետք է նաեւ իր ֆինանսական արտացոլումը ստանա բյուջեում նոր այսպես ասած հռչակագիրը եւ խաղաղության ամրագրումը Հայաստանի Հանրապետությանը տրվել են նոր հնարավորություններ, նոր հորիզոններ են բացվել թե տնտեսական, թե այլ առումներով, այսինքն համագործակցության եւ նաեւ ինչու՞ չէ կարելի ասել, որ նոր մարտահրավերներ ունենք, մենք պետք է հարմարվենք նոր իրողություններին, նոր անվտանգային եւ տնտեսական իրողություններին եւ հետեւաբար այս ամենը պետք է նաեւ արտացոլված լինի բյուջեում։ Ընդհանուր առմամբ բյուջեն կարող եմ նշել, որ շատ խելամիտ բաշխվածություն ունի եւ ամբողջությամբ համապատասխանում է կառավարության 21-26 թվականների ծրագրին եւ մի կարևոր անդրադարձել, որ դուք նշեցիք, մասնավորապես շատ է շահարկվում պաշտպանության բյուջեի հետ կապված հարցը, պաշտպանական բյուջեի կրճատման հարցը, այն պարագայում, երբ որ Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն։ Նախ պետք է նշեմ, որ ոչ Ադրբեջանը չի ավելացրել, հակառակը նվազեցրել է իր պաշտպանական բյուջեն այս տարի եւ այդ մասին նաեւ լրատվականներում, այսինքն դիմադիր գործընկերները դրա վրա են գնացվել, բայց ես չեմ ուզում այս համեմատականի մեջ պատասխանել, այսինքն այս հարցին, այլ ուզում եմ մի բան արձանագրել հստակ, որ երբ մենք խոսում ենք պաշտպանական բյուջեի մասին, մենք քաղաքական գործիչները, երբ ասում են պաշտպանական բյուջե, նկատի ունեն բոլոր այն ֆինանսական միջոցները, որոնք գնում են դեպի պաշտպանության համար ենթակառուցվածքների, օրինակ ենթակառուցվածքներում ներդրումներ, այդ թվում որոշ զինատեսակների գնում եւ նաեւ բնականաբար բանակի այդ եւ անձնակազմի եւ ինչու՞ չէ մեր զինծառայողների, այսինքն կարիքների սպասարկմանը եւ ես պետք է նշեմ, որ այո նախարարները նշեցին, որ տվյալ բյուջեն ինքը նախորդ տարի արդեն իսկ մի մեծ գումար ծախսվել է կոնկրետ նպատակի համար եւ ամեն տարի չէ, որ այդ նպատակը ի հայտ է գալիս այդ ծախսը կատարելու համար եւ այս առումով է համեմատաբար այսինքն նվազ մեր բյուջեն, բայց ես ուզում եմ, որպեսզի մեր ժողովուրդը իմանա հստակ, որ պաշտպանական ծախսերի բյուջեի կրճատումը որևէ կերպ չի անդրադառնալու մեր զինծառայողների կյանքի որակի եւ նրանց համար հատկացվող գումարների վրա։ Ընդդիմության կողմից եղել են առաջարկներ նախագծի հետ կապված խելացի, հեռատեսական, կոնստրուկտիվ, որոնք ձեր դիտարկմամբ արժե նկատի առնել, որոշակի վերախմբագրումներ, սրբագրումներ անել նախագծում։ Պետք է նշեմ, որ առաջարկները, որոնք պետք է բյուջեի հետ կապված լինեն, դրանք ընդդիմությունը պետք է ուղարկեր այդ բոլոր падգամավորները, ովքեր ունեն առաջարկ, ուղարկում են նախարարություն, հետևաբար ես չեմ հասցեատեր այդ առաջարկները հավաքելու, կարծում եմ հաջորդ ընթերցմանը մենք կտեղեկանանք արդյոք եղել են առաջարկները, ընդունվել են թե ոչ եւ ինչպիսին են եղել այդ առաջարկները։ Տիկին Վարդանյան, վերջին մի քանի շաբաթներին նորից թեժացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի հետ կապված շահարկումները, քննարկումները, գիտեք, որ նախկին երկու նախագահները, երկրորդ եւ երրորդ նախագահները իրար հաջորդող հարցազրույց ոդքասթներով հանդես եկան եւ կրկնեցին հայտնի թեզը, որ 44-օրյա պատերազմի
սանձազերծիչը, եթե չասենք սադրիչը, եղել է Հայաստանի Հանրապետությունը, իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Ձեր դիտարկմամբ նախկին նախագահները ինչ շահ են հետապնդում Հայաստանին հետևողականորեն մեղադրելով պատերազմ սանձազերծելու մեջ եւ դրա միջազգային ռեզոնանսներն ըստ արդյոք չեն սպառնում մեր ազգային անվտանգությանը։ Նախ պետք է նշեմ, որ ցավալիորեն զարմացած եմ ինչպես կարող են մեր պետության ղեկավար պաշտոն զբաղեցրած անձինք որևէ կերպ մեր պետության դեմ, այսպես ասած, ցուցմունք տալ եւ ես ինքս անձամբ սա կորակեմ որպես դավաճանական քայլ, սա իմ քաղաքական գնահատականն է այդ քայլին, բայց եթե մի քիչ էլ ուշադիր հետևենք այսքան հայտարարություններին, որոնք արվել են, ապա ակնհայտ է, որ այս հայտարարությունները սպասարկում են ոչ Հայաստանի Հանրապետության շահը, եւ եթե մի քիչ էլ խորանանք, թե որ պետության շահն են սպասարկում, այս բանին ակնհայտ է դառնում, որ մեր նախկին նախագահները սպասարկել են ոչ Հայաստանի Հանրապետության շահը, այլ կարելի ասել կայսրության շահեր են սպասարկել եւ շարունակում են սպասարկել, որովհետեւ այս կոնֆլիկտի ուժերը կենսունակ են միայն կոնֆլիկտի պայմաններում, հետեւաբար նրանք փորձում են նորից ու նորից Հայաստանը ներքաշել, Հայաստանի Հանրապետությունը ներքաշել կոնֆլիկտի դաշտ։ Ձեր դիտարկմամբ այս շահարկումները Հայաստանի օրվա իշխանությանը մեղադրելը պատերազմ սանձազերծելու, սադրելու, բանակցային փաթեթները մերժելու մեջ ինչ գլխավոր նպատակ ունի։ Մեր ռազմավարական դաշնակցի երեսը մաքրելու։ Այո, մասամբ իհարկե այդ շահնա, այսինքն ակնհայտ է, որ այդ մտայնությունը այդպիսին է, որպեսզի ցույց տա, որ մեր ռազմավարական դաշնակիցը այ տեսեք դուք եք մեղավոր, որ նման իրավիճակ է ստեղծվել եւ այո Հայաստանի Հանրապետությունն է մեղավոր, բայց այստեղ հիմնական նպատակը այն է, որ քանի որ երկար տարիներ Ղարաբաղի հարցը, որպես ինչպես վարչապետն է նշում եւ ես ամբողջությամբ կիսում եմ այդ տրամաբանությունը, որ որպես թոք պահվել է Հայաստանի Հանրապետության վզին, որպեսզի Հայաստանի իրական նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը տապալելու եւ Հայաստանի Հանրապետությունը անդադար որպես ածանցյալ եւ որպես շատ ենք սիրում նաեւ ասել գուբերնիա, այսպես ասած, ունենալու նպատակը եւ կարծում եմ, որ նրանք փորձում են ժողովրդին նորից բերել այն էմոցիոնալ դաշտ եւ ասել, որ այ տեսեք, մեզ պարտադիր պետք է նորից գնալ կոնֆլիկտի դաշտ եւ նորից ինչ որ պահանջներ ներկայացնել, ինչը ես որպես Հայաստանի Հանրապետության պատգամավոր, ազգային ժողովի պատգամավոր որևէ կերպ չեմ խրախուսում եւ կարծում եմ, որ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը ապրի իր շահերի համար եւ իր քաղաքացիներին ի նպաստ։ Տիկին Վարդանյան, տեղեկացանք, որ կալանավորվել են հայտնի ոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը։ Քիչ առաջ ձեր ընդդիմադիր գործընկեր պարոն Հայկ Մամիջանյանը անդրադառնալով կալանավորման փաստին ասաց, որ փաստորեն Հայաստանում ազատ խոսքը ոտնահարվում է, ավելին, որ այլախոհները փաստորեն քաղաքական հետապնդման են ենթարկվում, արդեն իսկ Facebook-յան լրահոսաթերթելիս տեսա, որ նրանք հռչակվել են քաղաքական բանտարկյալներ, ձեր դիտարկմամբ Տիկին Վարդանյան, հայհոյանքը Հայաստանում եւ առհասարակ քաղաքական, քաղաքացիական խոսույթում տեղ ունի, թե ոչ։ Պարոն Մամիջանյանի դեպ ասաց նաեւ, որ հայհոյանքը քաղաքական բառապաշար խոսույթ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն սկսեմ հարցի սկզբից, երբ դուք ձևակերպեցիք որպես հայտնի ոդքասթերներ, պետք է ցավալիորեն նշեմ, որ ես տվյալ անձանց մասին իրազեկվել եմ մասնավորապես այն դեպքերից հետո, երբ իրենք հիմա ձերբակալված են եւ իրավապահները ինչ որ գործողություններ են կատարում այդ մարդկանց գործունեության հետ կապված։ Եվ հետևաբար ես սա ավելի շատ կթողնեի իրավական դաշտում եւ մեկնաբանելու կարիք այստեղ չեմ տեսնում, որովհետեւ գործին էլ ծանոթ չեմ։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ընդունելի է հայհոյանքը ընդհանրապես հանրային կամ քաղաքական օրինակ դաշտում, մի շատ կարևոր բան եմ ուզում ասել։ Ընդհանրապես այո, խոսքի ազատությունը մարդիկ երբեմն շփոթում են, հա, անդաստիարակ կամ անմակարդակ վարքագծի հետ։ Եվ այստեղ մի շատ կարևոր բան պետք է ասեմ, որ ամեն մարդու
հնչեցրած խոսք նկարագրում է առաջին հերթին հենց իրեն եւ կարծում եմ, որ հանրային գործիչները տվյալ դեպքում ովքեր որ ոչ պատշաճ բառապաշարով են հանդես եկել եւ հիմա ինչ որ իրավական գործընթաց է սկսվել, վստահ չեմ ինչ հիմքերով, բայց կարծում եմ, որ ժողովուրդը պետք է արձագանքի սրան, ցույց տալով, որ արդյոք որքան հետաքրքիր են իրեն այսինչ հանրային գործիչը, որքանով հետաքրքիր է, ով ենթադրենք եթերից անդադար հնչեցնում է հայհոյախառը ինչ-որ արտահայտություններ։ Մենք նման դեպք ունեցել ենք նաև ինչ-որ մի ժամանակ առաջ Վարդան Ղուկասյանն էր նմանատիպ եթեր դուրս գալիս եւ կարծում եմ ժողովուրդը պետք է վերջապես, որովհետեւ եթե մենք գնում ենք դեպի քաղաքակրթություն եւ դեպի քաղաքակիրթ հասարակություն ենք ուզում լինել եւ այդ ընտանիքին պատկանել, ամեն քաղաքացի իր պարտավորությունն ունի իր գնահատականը տալ, այնը չհետևել նման օրինակ եթերներին։ Նկատենք հնդածս, որ հանրապետական խմբակցության նախկին անդամներից շատերը ազգային ժողովի պատգամավոր լինելու բերումով աչքի էին ընկնում հայհոյախառն լեքսիկոնով, հավանաբար պարոն Մամեդյանյան այդ ժամանակ պատգամավոր չի եղել կամ ուշադիր չի հետևել իր կուսակիցների քաղաքական խոսքին, դրա համար կարծում եմ, որ հայհոյանքը քաղաքական բառապաշար ներմուծել է Նիկոլ Փաշինյանը, ինչևէ Դուք լավ հիշեցրեցիք, որովհետև ես ինքս ընդհանուր առմամբ ճիշտ ասած մոռացության եմ մատնել եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ մոռացության են մատնել այսինքն այդ եւ այդ մշակույթը եւ այդ քաղաքական գործիչներին, որովհետև իրենք իրականում քաղաքական գործիչ էլ որպես այդպեսին չեն եղել, որովհետև որևէ քաղաքական օրակարգ էլ չի եղել մեծ առումով, մեծ հաշվով էլի եւ այո, կարծում եմ պարոն Մամեդյանը հիշողության հետ էլ փաստորեն բացի մտածելու նաեւ հիշողության հետ խնդիր ունի։ Տիկին Վարդանյան, անդրադառնանք նաեւ նոյեմբերի 16-ին վաղար շաբաթ խոշորացված համայնքում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, քաղաքացիական պայմանագիրը մասնակցում է այդ ընտրություններին, ձեր դիտարկմամբ ձեզ կհաջողվի բացարձակ մեծամասնության քվեին արժանանալ ընտրողների եւ 50+1%-ով վերցնել իշխանությունը վաղար շաբաթում։ Ընդդիմադիր ձեր գործընկերներն ասում են, որ Գյումրի 2 սցենարի կրկնությունը չի բացառվում, ընդդիմությունը կարող է միավորվել եւ այո, Գյումրի 2 օպերացիա իշխանությունը։ Ես պետք է նշեմ, որ նախ ուզում եմ, որպեսզի մեր քաղաքացիները եւս մեկ անգամ լսեն այս մասին, որ Գյումրու ընտրությունների ժամանակ ամենաշատ ձայներ հավաքած թիմը դա եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը եւ այո, այնտեղ սցենար է գործարկվել, այն է մասնատել ուժերը եւ հետո միավորվել մեկ նախկին ընդդիմադիրի հավաքական կերպար Վարդան Ղուկասյանի կամ ինչպես ժողովրդի մեջ ընդունված է նրան կոչել Վարդանիկի շուրջ եւ այս առումով պետք է մեր վաղաշաբաթի քաղաքացիները մասնավորապես շատ զգոն լինեն, որովհետեւ այո նման սցենարները դեռ մինչեւ 2026 եւ համայնքներում եւ ընդհանուր 2026-ի, այսինքն համապետական ընտրություններում բացառելի չեն, բայց մի կարևոր բան էլ ուզում եմ նշել, որ այստեղ բացի զգոնությունը մենք ունենք շատ կարծում եմ ուժեղ տեխնացու վաղաշաբաթում, այն է Արգիշտի Մեխակյանը եւ բնականաբար ամեն քաղաքացի ով հստակ գիտակցում է իր համայնքի եւ իր ապագայի այդ համայնքում ապրելու բարեկեցիկ ապրելու եւ արժանապատիվ ապրելու հնարավորությունները պետք է ձայնը տա Արգիշտի Մեխակյանին 50+1-ի հետ կապված ինչ դիտարկումներ ունեք։ Ես ճիշտ ասած խուսափում եմ ընտրությունների ժամանակ որևէ թիվ հնչեցնելը, այսինքն ոչ թե որովհետև կասկածում եմ թե ինչ բաների ձայների կշռով մեր թիմը կարող է հաղթանակ տանել, այլ որովհետև կարծում եմ, որ դա ժողովրդի իրավասությունն է, մեզ ընծայել է թիվը եւ մենք դա իգիտություն ընդունենք եւ շնորհակալ լինենք։ Մի հարց էլ կապված եկեղեցու հետ բյուջեի քննարկումները կարծեք երկրորդ պլան են մղել եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամը իմ դիտարկմամբ գիտենք որ Կիրակի պարոն վարչապետը մասնակցելու է հերթական պատարագին հետաքրքիր Տիկին Վարդանյան դուք եւս մասնակցել եք կամ պատրաստվում եք մասնակցել եւ նաեւ ձեր կանխատեսմամբ ինչով կավարտվի այս ճգնաժամը Վեհարանը Գարեգին բյից ազատագրելու նախաձեռնությունը, որով հանդես է գալիս
պարոն վարչապետը հաջողությամբ կպսակվի։ Ես վստահ եմ, որ հաջողությամբ է պսակվելու ընդհանուր առմամբ այս կարելի ասել եկեղեցու մաքրման գործընթացը, որովհետև հայ առաքելական եկեղեցին իր բնույթով եւ իր ամբողջ մաքրությամբ չի կարող նման մարմիններ օտարածին եւ ոչ եւ եկեղեցին կարելի ասել բառը ապականող, այսպես ասած, մարմիններ երկար չի կարող պահել իր մեջ եւ հետեւաբար այո կտրիչ Ներսիսյանը շատ շուտով հեռանալու է ինչ վերաբերում է կտրիչ հենց Ներսիսյանին ապա ինքը մենք տեսնում ենք թե ինչպես նա անդադար իր համար նախատեսված այսպես ասած ինքն իրեն զոհաբերում է տարբեր հոգեվորականների ինչու կարծում եմ ուղղակի անթույլատրելի վարքագիծ է կտրիչ Ներսիսյանի կողմից եւ կարծում եմ շատ շուտով դրա գնահատականը կտրվի իր հեռացմամբ Պատարագի մասնակցելու եք այս կիրակի։ Կարծում եմ այս կիրակի կհասցնեմ մասնակցել, նախորդիվ եկել էի ճիշտ ասած գիշերն էի ժամանել, կուզենամ մասնակցել, այո։ Իրականում պատարագի մասնակցելը ընդհանուր առմամբ բավականին հանձնական տիրույթի հարց է, մասնակցում է որևէ մեկը պատարագին թե ոչ, եւ իմ տպավորությամբ այո ես կուզենամ գնալ եւ մասնակցել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։